Ողջույն Տիգրան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում ելույթ է ունեցել եւ հայտարարություններից մեկին կուզեի անդրադառնանք, խոսելով Ղարաբաղի կորստի մասին, հետեւյալ ձևակերպումն է արել, որ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը եւ այդ փաստը նաեւ որպես հաջողություն է որակել։ Ինչ նպատակ ունի առհասարակ նման հայտարարություն անելը։ Սա վստահաբար իշխող ուժի եւ վարչապետ Փաշինյանի վերջին տարիների հռետորաբանության մաս է, երբ փորձում են մեծ հաշվով խուսափել պատասխանատվությունից 2020 թվականի պարտության համար, այս հայտարարությունները տարբեր ձևակերպումներով հնչեցվել են նաև նախկինում, մի քանի թողարկում առաջ քննարկել էինք օրինակ այն հայտարարությունը, որ Հայաստանը հիմա շատ ավելի ինքնիշխան է, քան 2018 թվականին, բայց կոնկրետ այս պարագայում իհարկե բավականին լուրջ տարբերություններ կան, որը կքննարկենք թողարկման ընթացքում, բայց սկզբից երևի արժե վերլուծել, թե ինչ մեխանիզմներ է այստեղ կիրառվում Փաշինյանը եւ ընդհանրապես իշխող ուժի քարոզիչները, երբ նրանք օգտագործում են այս հնարքները։ Սա դասական հետ ճշմարտային հնարք է, երբ մի կողմից իհարկե օբյեկտիվ ինչ որ իրողությունը չի շղթում, որ Հայաստանը պարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, բայց մյուս կողմից էմոցիոնալ զգացմունքային շեշտադրումներ է դրվում այլ հանգամանքների վրա, խեղաթյուրելով մեծ հաշվով իրականությունը։ Այսինքն այստեղ դժվար է խոսել տոտալիտար համակարգերին բնորոշ քարոզչությանը, երբ ամբողջովին խեղաթյուրվում է իրականությունը, կարելի է սա անվանել օրվելյան քարոզչություն օրինակ։ Երբ օրինակ հայտարարում է, որ ընդհանրապես պատերազմ չի եղել կամ Հայաստանը չի պարտվել այդ պատերազմում, այստեղ կարծես թե այդ աստիճանի դեռևս չի հասել, բայց մյուս կողմից էլ իրականությունը այնպես է բնութագրվում, որպեսզի հենց տեղի ունենա պատասխանատվությունից այդ խուսափումը։ Այսինքն եթե ժողովրդին կարողանում ենք հրամցնել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելով մենք դարձել ենք ավելի ինքնիշխան, մենք դարձել ենք ավելի անկախ, փորձ է կատարում ցույց տալ, որ դա միգուցե նաև ինչ որ դրական իրադարձություններ, միգուցե դա նաև նպաստել է Հայաստանի զարգացմանը։ Սա իհարկե այս փուլում բնորոշ է նաև տարբեր հասարակություններում գործող քաղաքական գործիչներին, որովհետև պոստճշմարտության դարաշրջանի գլխավոր առանձնահատկությունը, ինչպես արդեն նշեցի, զգացմունքների, հույզերի վրա շեշտադրում կատարելն է, օբյեկտիվ ինչ որ իրականության, օբյեկտիվ փաստերի բացակայության ժխտումն է, տարբեր ճշմարտությունների գոյությունները եւ հիմա Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը այս հայտարարություններով փորձում են իրենց ճշմարտությունը առաջ քաշել, բայց այստեղ իհարկե զավեշտալի է նաեւ որ հասարակական լուրջ ընդվզում հատկապես հասարակության ակտիվ հատվածի կողմից, նույն հասարակության կողմից այս հայտարարությունները չեն առաջացնում։ Միգուցե նույնիսկ կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ տեսակետը, որ Հայաստանը ինչ-որ կիսանկախ վիճակում գտնվող միավոր էր Ղարաբաղի պատճառով եւ հիմա Ղարաբաղից ազատվելով մենք դարձել ենք ինքնիշխան եւ անկախ, բայց մինչեւ վերադառնալը իր հայտարարության մյուս հատնազդին այստեղ պետք է պարզապես մի քանի իրողություն արձանագրել, որը ուղիղ հակադրության մեջ է այս պնդումների հետ։ Եթե նույնիսկ Ղարաբաղի հանգամանքը մի կողմ ենք դնում, մի կողմ ենք թողում, այսինքն մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ Ղարաբաղը այլևս հայկական չէ։ Կա օբյեկտիվ իրողություն, որ հայկական բանակը, հայաստանյան բանակը 2020 թվականի պատերազմում, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ջախջախվել է։ Եվ մինչ այսօր մենք մեր ռազմական կարողությունները չենք կարողացել վերականգնել։ Գիտես, ես վերջի տարիների ընթացքում շատ հաճախ եմ շփվում տարբեր դիվանագետների հետ, այդ թվում նաև այն մարդկանց հետ, ովքեր նաև շփումներ ունեն Հայաստանի իշխանությունների հետ, եւ սովորաբար եթե ինչ որ պատվիրակություններ են գալիս, նաև փորձագիտական ֆորմատով ձևաչափով հանդիպումներ են լինում, եւ Հայաստանը աշխարհաքաղաքական մուրացկանի կարգավիճակում է հիմա գտնվում, այսինքն այս մտածածին ինքնիշխանության պայմաններում մենք պարզապես կարելի է ասել փորձում ենք խնդրել ինչ որ դերակատարներին, որպեսզի նրանք ապահովեն մեր անվտանգությունը կամ առնվազն նպաստեն մեր անվտանգությանը։ Մենք կարելի ասել դռնեդուռ ենք ընկնում, մենք ասելով նկատի ունեմ առաջին հերթին իշխանություններին, բայց այդ թվում նաև փորձագիտական համայնքը, որը նաև հանդիպումներ է ունենում, փորձելով նպաստել ինչ որ խաղաղ գործընթացին։ Այսինքն չունենք մենք այն կարողությունը,
որպեսզի սեփական անվտանգությունը առնվազն շատ լոկալ մակարդակով մեր ուժերով ապահովել։ Եվ այս իրավիճակում խոսել այն մասին, որ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, դա հաջողություն է, գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, այն նույն Հայաստանի Հանրապետությունը, որը ամենօրյա սպառնալիքի տակ է Ադրբեջանի կողմից, այն նույն Հայաստանի Հանրապետությունը, որի տարածքները օկուպացվել են Ադրբեջանի կողմից, արդեն սուվերեն տարածքները, այլ ոչ թե Ղարաբաղի, եթե իրենց տեսանկյունից Ղարաբաղը բեռ էր։ Սա իհարկե абսուրդի ժանրից հայտարարություններ են։ Մի հարց ունեմ։ Չի կարելի չհնչեցնել առհասարակ նման հայտարարություններ ու չխոսել այս թեմայով։ Հիմնական նպատակը ո՞րն է Նիկոլ Փաշինյանի։ Ասեցի, գործիքակազմը պարզ է, ինչպես է արվում, ինչու է արվում, բայց ավելի լայն պատկերում ինչու անընդհատ անդրադառնալ այս թեմային։ Անհրաժեշտ է անդրադառնալ, որովհետև այս պատասխանատվության թեման գոյություն է ունենալու տարիներ շարունակ։ Մեծ հաշվով, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական թիմը, քանի դեռ նրանք քաղաքականության մեջ են, այս բեռը միշտ լինելու է իրենց վրա, այսինքն Ղարաբաղը կորցնելու, Հայաստանի անվտանգային համակարգը այդ ամենի արդյունքում կարելի ասել ոչնչացնելու, եւ քանի որ նաեւ մտնում ենք նախընտրական տարի, այս տիպի հայտարարությունները շատ ավելի հաճախ են դառնալու, որովհետեւ վստահաբար 2025 թվականի, 26 թվականի խորհրդարանական ընտրություններին կրկին գլխավոր թեմաներից մեկը այն է լինելու, թե ով է կորցրել Ղարաբաղը, ում պատճառով են կորցրել Արցախը, ինչու ունենք այսպիսի անվտանգային վիճակ, ինչու 5 տարի հետո Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո դեռևս որևէ էական քայլեր չեն ձեռնարկել անվտանգային համակարգը վերականգնելու, ինչու 5 տարի անց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Ադրբեջանը դեռևս կարողանում է ուժային լծակներ կիրառելով կամ ուժի սպառնալիքի ներքո Հայաստանի զիջումներ կորզել, եւ քանի դեռ այս իրավիճակը կա, իսկ մեծ հաշվով պատմական կտրվածքով այս իրավիճակը կարելի ասել արդեն միշտ է լինելու, այսինքն այդ պատասխանատվության հարցը այս նարատիվները շարունակելու են գոյություն ունենալ, բայց այս նարատիվները ինչ որ փուլում ամբողջովին իրացիոնալ դաշտ են մտել։ Տես, եթե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իշխանական քարոզությունը փորձում էր հիմնական շեշտը դնել ինչ որ օբյեկտիվ գործոնների վրա, օրինակ, եթե հիշում ես 21 թվականին տարբեր պաշտոնյաներ անընդհատ ցիտում էին մի զեկույց, որը գրվել է դեռևս 2017 թվականին եւ ցույց էր տալիս քրիտիկական ենթակառուցվածքների հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ձևավորված դիսբալանսը։ Սա օբյեկտիվ ինչ որ գործոն է, որը իհարկե նպաստել է նաեւ 20 թվականի պարտությանը։ Ապա ինչ որ մի փուլից սկսած եւ կարծում եմ այդ փուլը կարելի է նույնիսկ ժամանակագրական առումով իդենտիֆիկացնել երևի 2022 թվականի ապրիլը իր հայտնի նշաձողի չեսման վերաբերյալ ելույթը, երբ սկսեցին աղավաղել ողջ բանակցային գործընթացը, երբ սկսեցին անել հայտարարություններ, որ Ղարաբաղը երբեք էլ չէր կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս, բանակցում էին Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում ճանաչելու համար, երբ սկսեցին օգտագործել բանակցային գործընթացի ադրբեջանական մեկնաբանությունները սեփական օրակարգը տանելու համար, այս ողջ գործընթացը մտավ իրացիոնալ դաշտ եւ այս հայտարարությունը այդ իրականության մերժման, իրականության շղթման եւ այլընտրանքային ինչ որ իրականություն ձևավորելու փորձերի գագաթնակետն է, երբ դու փորձում ես քո պատմության առնվազն վերջին 100 տարվա ամենամեծ պարտությունը եւ ամենամեծ ողբերգությունը ներկայացնել որպես ձեռքբերում։ Նիկոլ Փաշինյանը իր այս հայտարարության բացատրության կամ մեկնաբանության մեջ մի հետեւյալ միտքն է հնչեցրել, որ 2018-ին երբ ինքը ընտրվել էր, ֆորպոստի վարչապետ էր իրեն զգում եւ այդ զգացողությունը անցել է միայն 2022-ի հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, որ իրադարձության հետ է դա համընկնում եւ առհասարակ այս հայտարարությունը անելով ինչ նկատի ունի վարչապետը։ Դες երբ թողարկման սկզբում նշում էի, որ էական տարբերություն կա այս հայտարարության միջև եւ նախկինում արված հայտարարությունների միջև, հենց դա նկատի ունեի, որովհետեւ եթե մենք լսենք մեր տարբեր իշխանական գործիչներին, վարչապետից սկսած իշխանական падգամավորներով շարունակած, մենք կլսենք մոտավորապես այսպիսի բացատրություն։ Այո, մենք մինչև 2020 թվականը թյուր պատկերացումներ ունեինք տարածաշրջանի վերաբերյալ, Հայաստանի կարողությունների վերաբերյալ, ընդհանուր առմամբ սխալ հաշվարկներ ենք արել,
ընդհանուր առմամբ այդ Հայաստանում տարածված ինչ որ նարատիվների զոհն ենք դարձել, բայց տեսեք, այո, մենք ընդունում ենք մեր սխալը եւ պարտությունից հետո մտածում ենք հաշվի առնելով նաեւ որ ժողովուրդը 21 թվականին տվել է իրենց քվեն հենց մեզ, մտածում ենք որ պետք չէ կրկնել նախկինում արված սխալները եւ պետք է շարժվել ավելի ռացիոնալ արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Հիմա այս հայտարարությունը ամբողջապես հակասում է այդ պնդումներին։ Այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի ինքը արդեն 2018 թվականի հունիսին գիտեր որ Հայաստանը ֆորպոստ է, անկախ պետություն չէ, ինքնիշխանություն չէ, իդեպ այսօր Դավիթ Պետրոսյանը Restart-ից ով հիմա սովորում է Միացյալ Նահանգներում շատ հետաքրքիր գրառում է արել այդ առումով, որը նաև լուրջ գիտական հիմք ունի, երբ պնդում էր այդ ինչպես է հնարավոր եղել ֆորպոստում օրինակ հեղափոխություն իրականացնել, ժողովրդավարական անցում իրականացնել, եթե ժողովրդավարական անցումների վերաբերյալ տեսությունները կարդում ենք, մի շարք նախապայմաններ կան, թե որ երկրներում կարող են լինել ժողովրդավարական անցումներ եւ ինքնիշխանությունը իրական իմաստով եւ ներքին ինքնիշխանություն եւ արտաքին հենց այդ նախապայմաններից կանխորոշիչ գործոններից մեկն է, այսինքն նշելով որ Հայաստանը 18 թվականին ֆորպոստ էր, Նիկոլ Փաշինյանը փաստացիորեն պնդում է որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն տեղի չունեցել եւ չէր կարող տեղի ունենալ։ Երկրորդ հանգամանքը այստեղ այն է, եթե դու մտածում ես որ ֆորպոստ ես, այսինքն չունես անկախություն, ինքնիշխանություն, ինչպես էս այդպիսի արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարել հենց այդ 2 տարիների ընթացքում մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որովհետև այդ իր խոսքերով ասած ֆորպոստի որևէ նախորդ իշխանություն նմանատիպ քաղաքականություն չի վարել նույն Ղարաբաղի հարցով, նույն այլ թեմաներով եւ ի վերջո, եթե խոսքը գնում էր ֆորպոստի մասին, որն էր իմաստը այդ ֆորպոստի համար պատերազմի մեջ մտնելու խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, հազարավոր մարդկանց զոհաբերելու, այսինքն այս հայտարարությունը այնքան շերտեր ունի, որ եթե փորձենք խորանալ, կարելի է, չգիտեմ, ինչ աստիճանի հասնել։ Եվ նաև պնդում այն մասին, որ 22 թվականի հոկտեմբերին եւ ստորագրվեց Պրահայի հայտարարությունը վերջապես մենք դարձանք ինքնիշխան, նախորդ ինքնիշխանության վերաբերյալ նախորդ թողարկման ժամանակ էլ մենք նշեցինք, որ այն հանգամանքը, որ Հայաստանը 2022 թվականի աշնանից սկսած կարողանում է ինչ-որ չափով դիվերսիֆիկացնել կախվածությունը Ռուսաստանից, պայմանավորված է ոչ թե Հայաստանի քայլերով կամ ոչ էլ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությամբ, այլ ռուս-ուկրաինական պատերազմում։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ, ոչ մի Պրահայի հայտարարություն չէր լինի, ոչ մի եվրոդիտորդներ էլ չէին լինի, Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք չէին կառնի, արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ չէին կառուցի, այսինքն այս ամենը հետևանք է եւ այդ բոլոր որոշումները շատ սիտուատիվ որոշումներ են եւ այդպիսի որոշումներ կարող են փոխվել նաեւ այդ որոշումները։ Մի խոսքով գործ ունենք հերթական անպատասխանատու հայտարարության հետ, որը նաեւ խաղում է ինչ որ չափով նաեւ մարդկանց հույզերի հետ, որովհետեւ նույն Դավիթ Պետրոսյանի այդ գրառման մեջ կար նաեւ բավականին ճշգրիտ հարցադրում, որը նաեւ ես ինչ որ չափով հնչեցրեցի, որ եթե ֆորպոստ էինք, ինչու ես դու ինձ եւ իմ ընկերներին ուղարկել մեռնելու այդ ֆորպոստի համար, այսինքն մետրոպոլիայի շահերի համար, ոչ թե Հայաստանի համար։ Զրույցի վերջում անդրադառնանք նաեւ Նիկոլ Փաշինյանի այցին, այս պահին մեր տեսանկարման պահին նա Թուրքիայում է աշխատանքային այցով, ինչ որ հանդիպումներ են հավանաբար նախատեսված, գիտենք որ նաեւ Ադրբեջանի նախագահն է այնտեղ, բայց իրենց հանդիպման մասին որևէ տեղեկություն կամ վկայություն չկա, ինչ առհասարակ ակնկալել այս այցից։ Դե ընդհանուր առմամբ կարծում եմ կարևոր զարգացում է այս վերջին տարիների հայ-թուրքական դիվանագիտության մեջ, իհարկե նախկինում եւս այցեր եղել են եւ մասնավորապես ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա, այս փուլում Հայաստանը կարծես թե փորձում է արագացնել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, բայց կարծում եմ այստեղ կարևոր դերակատարություն ունի նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, այսինքն Իրան-Իսրայել պատերազմը եւ դրանով պայմանավորված հնարավոր ապակայունացումը տարածաշրջանում,
Այսպիսի փուլերում մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները բավականին պրոակտիվ դիվանագիտություն են փորձում վարել տարբեր ուղղություններով, փորձելով նաև մեղմել այդ հնարավոր վտանգները։ Կարծում եմ այցը հենց այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։